Բարև ձեզ։ Տաղավար մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես ռումբերը պայթում են պատերազմում մեծ Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ։ Իրավիճակը նախ ինչպես կգնահատեք, ըստ էության մեր նախորդ զրուցակիցն նաև դա շեշտեց, որ Միացյալ Նահանգներ Իսրայել պլան Ա-ն ձախողվեց, այն էլ գխատել ամուր ժերնախավը Իրանի, այնուհետև ներքին խժդժություններով հասնել իրենց նպատակին։ Հիմա այս մասով ձեր տեսակետը եւ որն է լինելու պլան B, խնդրեմ։ Տեսեք, ուրեմն Միացյալ Նահանգների հետախուզական գլխավոր կենտրոնը ՑՌ-ն եւ իսրայելական Մոսադը համատեղ կարելի ասել, որ իրենց դոկտրինը հրապարակեցին, որտեղ նպատակը հետեւյալն է. իրենք բաց ձևով չեն ཐակցնում, հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակը ոչնչացնել այս ռմբակոծությունների միջոցով ամբողջ ռազմական եւ քաղաքական ենթակառուցվածքը Իրանի, այսինքն վերացնել ամբողջ քաղաքական եւ ռազմական վերնախավին, որից հետո արդեն զորք մտցնեն Իրան եւ զորքի միջոցով թույլ տան, որպեսզի իրենց գնահատմամբ ժողովուրդը ապստամբի եւ ձևավորվի նոր աշխարհիկ պետություն եւ այդ աշխարհիկ պետությունը անցկացնի ազատ ընտրություններ, ինչպես որ ասենք եվրոպական երկրներում է եւ այսպես ասած ձևավորեն նոր դեմոկրատական Իրան։ Սրանք այն ծրագրերն են, որոնք իրենք հայտարարում են։ Թեև այսպիսին է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ ծրագիրը, բայց աշխարհի բոլոր միջազգային դիտորդները, ազդեցիկ եւ ամենահեղինակավոր իրանագետները նշում են, որ այդ ծրագրերը իրատեսական չեն, որովհետեւ Իրանը եվրոպական երկիր չէ, Իրանում կրոնական զգացմունքները շատ խորն են եւ մահմեդական աշխարհում չկա մի երկիր, որտեղ մաքուր աշխարհիկ համակարգ ձևավորվի եւ հաշվառելով այդ հանգամանքը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ծրագրերը ըստ էության կարող են տապալվել։ Բնականաբար Միացյալ Նահանգներն ու Իսրայելն ունեն պլան A-ն եւ պլան B-ն, երկրորդ տարբերակը, եթե իրենք չկարողանան դրան հասնել, ապա իրենք փորձելու են, այսպես ասած, սադրել եւ զարգացնել անջատողական սեպարատիստական շարժումները, հիմնականում բելուջների, արաբների եւ քրդական շարժումները Իրանում։ Սա պլան B-ն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ եթե պլան A-ի պարագայում Իրանի պարսիկ ժողովրդի պարսիկների մի մասի մոտ կա որոշակի դրական ընկալում, հա, այսպես ասած այդ պարսիկները նույնպես հոգնել են մոլլաների ռեժիմից եւ ուզում են այսպես ազատագրվեն, ապա սեպարատիստական շարժման պարագայում դրանք կտրականապես դեմ են, այսինքն նույն շահի տղան հայտարարեց, որ իրանք կատեգորիկ դեմ են լինելու ցանկացած սեպարատիստական շարժման, այսինքն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պլան A-ն եւ պլան B-ի մեջ կա ֆունդամենտալ տարբերություն։ A-ի պարագայում անջատողականներն են դեմ, ազգային փոքրամասնություններն են դեմ, որպեսի շահի տղան վերադառնա Պարսկաստան եւ ղեկավարի այդ երկիրը, B-ի պարագայում Պարսկաստանի պարսիկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ, որտեղ չի ուզում, որ իրենց երկիրը տրոհվի, հա, եւ այս պարագայում, եթե դուք նկատել եք, երբ որ Տրամփին հարցնում են, ասում են, թե դուք ում եք տեսնում ապագա Իրանի ղեկավար, ինքը ասում է, ես ունեմ 3 տարբեր տեխնացուներ, բայց չի ասում կոնկրետ անուն, որտեղ մի անունը որ ասի, մեկ ուրիշ ընդդիմադիրներ կմբոստանա, մյուսի անունը ասի, մյուսը կմբոստանա։ Դա նշանակում է, չէ, պարզ է, դա նշանակում է, որ այն ինչ որ նախագծել են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հատուկ ծառայությունները, դա ուղղակի կյանքից կտրված ոչ իրատեսական ծրագիր է, բայց որը կարող է պայթուն վերել եւ ըստեյության բռնկել մեծ տիեզերական մեծ բախում, որը վերջնարդյունքում կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Սա է իրականությունը, սա ողբերգական այսպես ասած իրավիճակ է, ու դուք հատուկ նշեք, որ հատուկ ուզում եմ նշեմ, որ նույն Միացյալ Նահանգներում այս ռմբակոծությունները աջակցում են ամերիկյան հասարակության, ամերիկյան ժողովրդի ընդամենը 27%-ը։ Ճնշող մեծամասնությունը դեմ են եւ դեմ են նաեւ ոչ միայն դեմոկրատական կուսակցության, այսպես ասած մեծ մասը, այլ նաեւ հանրապետական կուսակցության, հատկապես MAGA շարժման ներկայացուցիչները, որոնք համարում են, որ Տրամփի այս քայլը փաստորեն խաբեություն էր, որտեղ ինքը երբ որ գալիս էր ընտրվում էր նախագահ, ինքը ընտրվում էր խաղաղության կարգախոսներով։ Եվ սա մոտավորապես շատ նման է նրան, որ մեր հասարակությունն էլ 2018-ին մեծ հույսեր ուներ, որ Փաշինյանի գալով իշխանության Հայաստանում կհաստատվեն արդարություն, բայց ճիշտ հակառակ process-ը գնաց։ Այսինքն այդ իմաստով կարծում եմ, որ Տրամփի այս քայլերը լուրջ դժգոհություն են առաջացնելու Միացյալ Նահանգներում եւ մեծ հաշվով սա կյանքի դժվար թե կոչվի, որովհետեւ
նույնիսկ եմ կրկնում Պարսկաստանը ոչ Ֆրանսիա է, ոչ Մեծ Բրիտանիա է, ոչ էլ Իտալիա է, որտեղ հնարավոր լինի ամբողջական աշխարհիկ պետություն ձևավորելը։ Սա խնդրի մի կողմն է։ Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ մեծ հաշվով Իրանում իսկապես այսօր առաջացել է բավականին լուրջ ճգնաժամ։ Իրանում Խոմեյնիի սպանությունից հետո իդեպ Խոմեյնին ինքը ոչ միայն Իրանի առաջնորդն է, այլ աշխարհի շիաների առաջնորդն է, ինչպես որ մեր վեհապարը ոչ թե Հայաստանում ապրող առաքելական եկեղեցու ումնանի առաջնորդն է, այլ ամբողջ հայության, այսպես ապրող ամենայն հայոց կաթողիկոսն է, այնպես էլ այնտեղ Ռահբարը փաստացի աշխարհի շիաների առաջնորդն է, որի սպանությունը մեծ ազդեցություն է թողել աշխարհով մեկ։ Դուք նկատեք, ըստ էության հակաամերիկյան ցույցեր են գնում ոչ միայն Իրանում, այլ նաև Իրաքում, Լիբանանում, Եմենում, Պակիստանում եւ ըստ էության ցնցումների մեջ է մտել նաև Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան։ Բահրեյնում շիաները մեծամասնություն են կազմում, իսկ Սաուդյան Արաբիայի 15%-ը նույնպես շիաներ են։ Ես նույնպես եմ կրկնում, այս պատերազմի հրահրումը ուղղակի իրատեսական ծրագրերով չի հետապնդվում։ Ես կարծում եմ, որ սրա նպատակը Իսրայելի այն հույսն էր, որ այս տարվա հունվարին, երբ որ բռնկվեց մեծ բողոքի ալիք Իրանում, այստեղ իսրայելցիները մտածեցին, որ սա իրենց վերջին շանսն է, որպեսզի ոչնչացնեն, տապալեն Մոլլարի ռեժիմը եւ այսպես ասած անվտանգ դարձնեն Իսրայելը հնարավոր ապագա Իրանի զարգացումներից։ Ինչ վերաբերում է բանին Թրամփին, ապա բոլորի համար հասկանալի է, որ Միացյալ Նահանգների համար ստրատեգիական խնդիր է եղել Իրանի, այսպես ասած, խնդիրը լուծել, որովհետև սա արդեն գլոբալ, այսպես ասած, խնդիր է, բանի Չինաստանի հետ հակամարտության պարագայում, գիտեք, որ Իրանի 90% նավթի արտահանվում է դեպի Չինաստան, նույնը կարելի ասել, որ մեծ նավթի մի զգալի մասը Վենեսուելա նույնպես արտահանում էր Չինաստան։ Հիմա Թրամփի գեր նպատակը, որպեսզի կանգնեցնի Չինաստանի զարգացումն ու հզորացումը, ինքը փորձում է, այսպես ասած, Վենեսուելայի եւ Իրանի նավթի, այսպես ասած, էքսպորտը իր ձեռքը վերցնի, որպեսզի դրանով կարողանա լծակներով Չինաստանի վրա ազդելու համար, սա է։ Խոմեյնիի սպանությունն ու նոր առաջնորդը ինչ սպասել։ Տեսեք, Խոմեյնիի սպանությունից հետո Իրանի սահմանադրությամբ ձևավորվել է ժամանակավոր խորհուրդ, կառավարման խորհուրդ, ըստ սահմանադրության, որի մեջ մտել են այսօրվա Իրանի նախագահ Փեզեշքյանը, իրենց սահմանադրական գլխավոր դատարանի ղեկավարը եւ այսպես ասած էքսպերտային խորհրդի երկրորդ փոխնախագահ Ալի Ռեզա Արիֆին, որը այսպես շատերը համարում են, որ ինքը կարող է դառնալ ապագա առաջնորդը։ Սա ըստ սահմանադրության 3 հոգի է փաստացի կառավարում այսօր Իրանը, բայց բոլոր կանխատեսումներով ամենայն հավանականությամբ հենց Արիֆին էլ կարող է ընտրվել։ Տեսեք, Իրանում դուք գիտեք, որ թեոկրատական ռեժիմ է, երկրի ժողովուրդը ընտրում է նախագահին, բայց նախագահան գլխավոր ղեկավարից երկրի առաջնորդը չէ, ինքը ավելի շուտ գործադիր իշխանության ղեկավարի ֆունկցիա է կատարում, ինչպես որ կիսանախագահական համակարգում Հայաստանում դա կատարում էր վարչապետը, կամ այսօրվա Ռուսաստանում օրինակ կատարում է էլի վարչապետը Միշուստինը, բայց երկրի ղեկավարը Պուտինն է, չէ։ Այնտեղ էլ փաստացի հոգևոր առաջնորդն է գլխավոր ղեկավար համարվում, իսկ նախագահան համարվում է գործադիր իշխանության ղեկավարը։ Հոգևոր առաջնորդը նույնպես ընտրվում է, բայց ընտրվում է ոչ թե ուղիղ ժողովրդի կողմից, այլ 88 հոգեանոց էքսպերտային խորհրդի կողմից, այսինքն էքսպերտային խորհուրդը դա այսպես ասած աստվածաբաններ են, 88 հոգուց բաղկացած հեղինակավոր այդ երկրի, որոնք էլ ընտրում են հոգևոր առաջնորդին։ 88 հոգեանոց աստվածաբաններն էլ իր հերթին ընտրվում են ժողովրդի կողմից։ Սա այսպիսի համակարգ է Իրանում գործում։ Ալի Ռեզա Արիֆին համարվում է այս աստվածաբանների մեջ ամենահեղինակավորը մի շարք պատճառներով։ Նախ եւ առաջ ինքը երկար ժամանակ ղեկավարել է Ալի Մուստաֆա
ուսումնական համալիրը, համակարգը, որտեղից դուրս են գալիս այսպես ասած երիտասարդ հոգևորականներ, այսինքն երիտասարդ մոլլաները, հա, այսպես ձևակերպենք։ Իդեպ ասեմ, որ Ալի Մուստաֆան դա Իրանի պահապանական իսլամական պահապանական կորպուսի, այսպես ասած, գաղափարական դարբնոցն է, այսինքն կարելի ասել, որ Ալիռեզա Արաֆին ինքը բավականին լուրջ հեղինակություն կարող ունել կորպուսի մոտ։ Մյուս կողմից ամբողջ երկրի, այսպես ասած, կրոնական համակարգը, մոլլաների ամբողջ համակարգը, որ կա, ինքը ըստ իրեն են տեսնում որպես գլխավոր առաջնորդ, որտեղ ինքն է ղեկավարել երկար տարիներ հենց այդ դարբնոցը։ Բացի այդ, ինքը փաստացի այդ բանի էքսպերտային խմբի անդամ է եւ փոխնախագահի պաշտոն ունի եւ Խոմեյնին ամենաշատը իրեն էր վստահում։ Միջազգային իրանագետները գնահատում են իրեն որպես պայմանական ձևակերպում են, այսպես ասած, տեխնոկրատ, չալմայով տեխնոկրատ, այսպեսի բանը իմիջ ունի ինքը, այսինքն մի կողմից ինքը տեխնոկրատ է, համարում է, որ այս մոլլաների ռեժիմը պետք է լուրջ մակարդակի ռեֆորմացիա ենթարկվի, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ, մյուս կողմից ինքը կրոնական թեոկրատական ռեժիմի հավատավոր կողմնակիցներից է, պահպանողական թևի, այսպես ասած, ներկայացուցիչ է, եւ իրեն ընտրելով Իրանը ցույց է տալու, որ ինքը մինչև վերջ դիմադրելու է։ Ավելին կարող ենք ասել, որ բոլոր իրանագետները ջախջախից մեծամասնությունը համարում է, որ ամերիկացիների եւ Իսրայելի այս հարձակումը Իրանի վրա մյուս այդքան էլ խելամիտ չէր, որովհետեւ տեսեք, եթե դու ուզում ես հաղթես այդ համակարգը, տեսեք, օրինակ Սիրիայում ինչ եղավ, Ասադին տապալեցին, Ասադը փախավ Մոսկվա, չէ՞։ Մի անձեր փախավ Մոսկվա։ Այնտեղ Իրանում այդպիսի համակարգ չէ, բայց հսկայական վերնախավ է։ Դա կրոնական գործիչների, քաղաքական գործիչների, ռազմական գործիչների մի հատ հսկայական մի հատ շերտ է իրենից ներկայացնում, որոնք փախնելու տեղ չունեն։ Այսինքն չունեն փախնելու տեղ, իրենք, այսինքն մի քանի տասնյակ հազար, մի քանի 100,000 մարդ, որոնք ըստ էության, եթե գիտեն, որ եթե հանգարց ռեժիմը տապալվի, իրենք կանգնելու են դատարանի առաջ, իրենց գնդակահարելու են, որտեղ սա, այսինքն իրենք մինչև վերջ պայքարելու են, մինչև վերջ կռվելու են, այսինքն այդ համակարգի դեմ, sense կացնային մակարդակով հարվածելը, բոլորը հասկանում են իրատեսական չէ։ Դրա համար էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն, եթե դուք նկատեք, ինքը հայտարարում է, որ մենք նպատակ չունենք ռեժիմը փոխելու։ Նույնը ասում է Միացյալ Նահանգների պաշտպանության պատերազմի նախարարը։ Ինքն էլ է հայտարարում, մենք նպատակ չունենք ռեժիմը փոխելու։ Եվ ամերիկյան փորձագետները ուղղակի նկատում են, որ Տրամպի վարչակազմում կա որոշակի ճեղքված այդ իմաստով։ Մի մասը համարում է, որ պետք է փոխել ռեժիմը, եւ այդ մասը այն շրջանակներն են, որոնց վրա մեծ ազդեցություն կա հերական այս լոբիստների կողմից ամերիկյան, եւ որին, այսպես ասած, հավակնում են համբանը, այդ դրա կողմնակիցն է նաեւ Տրամպը, մյուս մասը համարում է, որ դա իր տեսական չէ, այլ պետք է պարզապես ջարդել, այսպես ասած, Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այդ ենթակառուցվածքները եւ փորձել ճնշման միջոցով նորից բանակցությունների բերել, որպեսզի բանակցությունների միջոցով պարտադրել Իրանին այնպիսի համաձայնագիր, որտեղ Իրանը չկարողանա, այսպես ասած, մեծ վտանգ ներկայացնել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Այսինքն երկու տեսակետ կա։ Եվ որովհետեւ այն տեսակետը, որ Իրանին պետք է ոչնչացնել եւ նոր ռեժիմ ստեղծել, դա իր տեսական չէ։ Դա օբյեկտիվորեն մի քանի տասնյակ հազար, միգուցե մի քանի 100,000 մարդ այդ երկրից ոչ միտեղ չեն կարող փախնել։ Պատկերացեք այդ մարդիկ ինչ պետք անեն, ինչեւ վերջ պետք է պայքարեն, ինչեւ վերջ պետք է պատերազմ մեկնելուն, դրանք զինված պետական կարգավիճակ ունեցող մարդիկ են, որոնց ձեռքում կան հսկայական զինտեխնիկա։ Այդ մարդկանց ցանկացած ներխուժում զինված, դա շատ լրիվ ուրիշ պատերազմ է լինելու, որտեվ ի տարբերություն Իրաքի կամ Լիբիայի, հա, Իրանը ունի 2500 տարվա պետականության փորձ։ Լիբիան դա նոր երկիր էր, Իրաքը դա արհեստական երկիր էր, մենք բոլորս գիտենք երկրորդ համաշխարհային, առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված բաներին։ Իրանը 2500 տարվա պետական փորձ ունի։ Իդեպ նշեմ, որ Միացյալ Նահանգների պետականության փորձը ընդամենը 249 տարի է։ Համեմատենք հա։ Եվ այդ իմաստով այլ խնդիր է, որ բոլորի համար պարզ է, որ մոլլարանի ռեժիմը պետք է բարեփոխվի, այսինքն այն ռեժիմը, որ կար մինչև հիմա, բոլորն էլ հասկանում են, որ այդ ռեժիմը իրաց սպառել է։ Իրենց ներքին խնդիրն է,
եւ մեծ հաշվով այդ ռեժիմը պետք է իսկապես ռեֆորմացիայի ենթարկվեր։ Ես օրինակ այն կարծիքին էի, որ այնտեղ իսկապես Դեն Սյաոպինի պես մի գործիչի պահանջ կա, ինչպես որ Չինաստանում Դեն Սյաոպինը եկավ եւ արմատապես փոխեց Չինաստանի համակարգը եւ Չինաստանը այսօր թռիչքային զարգացում է, ցույց տալիս ինքը հսկայական մոտավորապես 40-ից 50 անգամ իր էկոնոմիկան մեծացել է եւ ինքը փաստացի այսօր դարձել է առաջին տնտեսությունը։ Իդեպ նշեմ, որ Մասկի այս վերջին գրառումը դուք նկատեք, որ ինքը նշեց, որ թեև Միացյալ Նահանգների հնան այսօր կազմում է մոտավորապես 30 տրիլիոն դոլար, իսկ Չինաստանինը 19 տրիլիոն դոլար, բայց իրականում Չինաստանի իրական ռեալ հնան ավելի մեծ է, քան ամերիկյան հնան, եւ դա ցույց է տալիս էլեկտրոէներգիայի սպառման ծավալները, որ Միացյալ Նահանգներում շատ ավելի քիչ է, քան Չինաստանում։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների էկոնոմիկայի կեսը, կարելի ասել, թղթային էկոնոմիկա է, այսինքն արժեթղթերի, բորսաներով ուռճացված, այսպես ասած, իրենց բաները, ակցիաների գները արհեստական բարձրացված, հատկապես արհեստական բանականության ոլորտին է վերաբերվում դա բորսաներում բաներում արհեստական աճեցված է եւ ցանկացած ճգնաժամի ժամանակ նրանք կարող են պայթել։ Այսինքն ռեալ արդյունաբերական ռեալ սեկտորը էկոնոմիկայի տեսակետից Չինաստանը շատ ավելի առաջ է արդեն անցել եւ բանը այդ Մասկը դա արձանագրում է իր այո։ Տեսեք, ես նշեցի, որ փաստացի այս պատերազմի գլխավոր ընդհանրապես Տրամպի կոնցեպտի Տրամպի թիմը բաժանված է երկու մասի՝ նեոկոմների եւ MAGA շարժման կողմնակիցների։ MAGA շարժման կողմնակիցները նշում են, որ Միացյալ Նահանգները պետք է առողջացնել, մաքրել կեղտից, այն LGBT բան ասենք, այդ դեմոկրատական այն որ մենք բոլորս գիտենք, հա, այն գլոբալիստների կեղտից եւ պետք է մաքրենք, ազատենք, մաքուր ավանդական արժեքներով եւ նորմալ երկիր դարձնենք։ Նեոկոնները նշում են, որ Միացյալ Նահանգները պետք է մաքրել, բայց պետք է, այսպես ասած, իր կայսրական ձգտումները պահպանել եւ նեոկոնների կարծիքով պետք է Միացյալ Նահանգները նույնպես կրկին դառնալ համաշխարհային պահպանել իր համաշխարհային գերտերության դիրքը եւ իրենք համարում են, որ իրենց գլխավոր բանը մրցակիցն ու հակառակորդը հենց Չինաստանն է, որտեղ եթե Չինաստանը շատ հզորանա, Միացյալ Նահանգները կարող են կորցնել դոլարի մոնոպոլիան, դուք նկատում եք դոլարը ինչպես է անկում ապրում ամբողջ աշխարհով մեկ, հա, ոսկի գինը արդեն դարել է $5300, արծաթի գինը դարել է արդեն $95 մեկ ունցիայի համար եւ ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ դոլարի արժեքը կշիռը կրճատվում է, որտեղ դոլարով առևտուրը կրճատվում է սրընթաց ճանապարհով, այսինքն դուք տեսնում եք, որ BRICS-ի երկրները փաստացի ինչ ծրագրեր են բանանում եւ իդեպ այս վերջերս էլ Չինաստանը ակնարկեց, որ ինքը կարող է մի ինչ-որ պահի արդեն յուանը դարձնել համաշխարհային վալյուտա, այսինքն փոխարինել դոլարին։ Սա իրատեսական է եւ ոչ հեռու ապագայի, այսպես ասած, հեռանկար է եւ դա լրջորեն մտահոգում է ամերիկացիներին եւ ամերիկացիները ամեն ինչ ուզում են անեն, որպեսզի զսպեն այդ process-ը։ Իրանք դրա համար նպատակ են դրել նախ ամեն ինչ անել, որ Ռուսաստանին տրոհեն, կոտրեն Ռուսաստանի եւ Չինաստանի դաշինքը, Ռուսաստանին իրենց կողմը քաշեն եւ Չինաստանին թողնեն միայնակ, որպեսզի Չինը հետո կարողանան զսպել Չինաստանի տնտեսական վերելքը։ Սա իրենց նպատակը։ Դրա համար նրանք բարձացի այս պայդրությամբ փաստացի արգրավեցին Մադուրոին եւ Վենեսուելայի բանը նավթի էքսպորտը իրենց վերահսկողության տակ են վերցրել, նույնը ուզում են անեն Իրանի հետ կապված։ Եթե Իրանի նավթի վերահսկողությունը իրենց տակ հայտնվի, ապա Չինաստանի վիճակը բավականին կբարթանա, ինքը կախված կլինի բացառապես ռուսական նավթից ու գազից։ Իհարկե դա նաեւ շահավետ է Ռուսաստանին, բայց մեծ հաշվով դա ել ավելի կմոտեցնի Չինաստանին եւ Ռուսաստանին եւ այս պարագայում հաջորդ քայլը, որ պետք է ամերիկացիները անեն, դա պետք է ամեն ինչ անեն, որ Ռուսաստանին այնպիսի պայմաններ տան, որ Ռուսաստանը հրաժարվի սերտ դաշինքից Չինաստան։ Սա է